Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հետագա լուրերն են։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը քննարկած է հայ ճամփար ռազմահայրենասիրական ճամփարի արդյունքները։ Թերքական վարչագարկը գրգին գործ է հերքել փոքրամասնություններու դպրոցներուն վերաբերող մտահոգությունները։ Դերսիմի հայկական Սուրբ Հարություն եկեղեցին բլուզման վտանգի դակ է։ Արցախի հարցը ղարաբարության ծրագրին մեջ ընկերային հարցի մագարտակով։ Արցախցիները Հայաստանի մեջ բնակարանային հարցի առջև։ Հորս Քերեզմանը Արցախ է, Արեկա Հովսեփյան։ Արևելյան Հայաստանի քննչական կոմիտեն քաղտնի կբահե զոհվածներու մասունքներուն վերաբերյալ դեղեցությունները։ 2026 թվականի օգոստոս 19-ին դեղի ունեցած է Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 29-րդ նիստը Նելի Հարությունյանի նախագահությամբ։ Նիստին գլխավորապես ներկայացված են հայ ճամփար ռազմահայրենասիրական ճամփարի արդյունքները։ Նշված է, որ հնկորյա ճամփարին բադանիները մասնակցած են հայրենասիրական եւ ռազմական պատրաստության միջոցառումներու, իսկ ճամփարի մասին առաջիկային պիտի պատրաստվի կարճ ֆիլմ հարցազրույցներով եւ առօրյայի տեսանյութերով։ Խորհրդարանի անդամները բարձր գնահատած են նախաձեռնությունը, կարևորելով երիտասարդներու հայրենասիրական դաստիարակությունն ու հայրենիքի պաշտպանության գիտելիքները։ Նիստին անդրադարձ եղած են նաև Գիլիգիո անկախության եւ Սևրի դաշնակրի վավերացման նյութերով առցանց հանդիպումներուն, անոնց ընթացքին եւ արդյունքներուն։ Թուրքիո նախագահական հաղորդակցության վարչության ապատեղեկատվության թեմ պայքարի կենտրոնը հայտարարած է, թե ազգային փոքրամասնություններու դպրոցներու նկատմամբ օրենքով սահմանված սրույթներեն զատ նոր սահմանափակումներ չեն կիրառված։ Իշխանությունները կվստահեցնեն, թե փոքրամասնություններու դպրոցները իբր թե կշարունակեն բնականոն գործունեությունը։ Այդուհանդերձ հայտարարությունը չի վերացներ ազգային փոքրամասնություններու, ներառյալ հայկական համայնքին կրթական իրավունքներուն շուրջ տարիներ շարունակ հնչող մտահոգությունները։ Դերսիմի Գեչիմլի գյուղին մեջ գտնվող 975 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին բլուզման անմիջական վտանգի դակ է։ Եկեղեցին տարիներ շարունակ անխնա մնացած եւ լուրջ վնասներ գրած է բնական պայմաններու եւ կանցախույզերու աբորինի գործողություններուն հետևանքով։ 1915 թվականին ի վերջ գործող եկեղեցու բادرուն դակավին պահպանված են հայերեն արձանագրություններ, իսկ Քարաշեն գարույցը եւ քանդակազարդերը կվկայեն Դերսիմի հայկական եւ բազմամշակութային անցյալին մասին։ Դեղի բնակիչները կպահանջեն անոր վերականգնումը, զայն համարելով դարաշրջանի կարևոր պատմական ու կրոնական հուշարձաններեն մեկը։ Եկեղեցու քարերեն մեկ մասը վնասված կամ կողծված է, իսկ պահպանված պատերը կշարունակեն վնասվել։ Եկեղեցու վիճակը կշեշտի Արևմտյան Հայաստանի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հրադապ անհրաժեշտությունը։ Դավիթ Անանյան քննադատած է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026-2031 թվականներու ծրագրի նախագիծը, նշելով, որ Արցախի հարցը քաղաքական, անվտանգային եւ միջազգային իրավական օրակարգեն կբերվի ընկերային բնակապահովման մագարտակին։ Անոր գնահատմամբ ծրագրին մեջ Արցախ բառը չկա, իսկ Արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքին, սեփականության, մշակութային ժառանգության, Բաքվի մեջ պահվող հայրուն, անհետ կորսվածներուն եւ միջազգային դատական գործընթացներուն վերաբերյալ հստակ հանձնառություններ չկան։ Անմտահոգիչ կհամարե նաև հայ արաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխության եւ նոր սահմանադրության ընդունման դրույթները։ Անոր կարծիքով այս մոդեցումը կրնա թույլատրել Արցախի եւ Արցախահայության իրավունքներու, ինչպես նաև Հայաստանի արտաքին բանջարդիրության օրակարգը առաջնահերթություն տալով ազգային հաստատություններու վերաձևավորման։ Մեսրոպ Արաքելյան ահազանգած է, որ անշարժ քույկի շուգային աշխուժության հետևանքով վարձակալությամբ բնագող արցախցիները գրգին խոցելի վիճակի մեջ հայտնված են։ Անոր խոսքով դան սեփականատերերը բազմաթիվ բարականերու արցախցի վարձակալները բնակարաններեն դուրս կհանեն կամ կբարձրացնեն վարձավճարը ավելի բարձր առաջարկ ստանալու համար։ Արաքելյանի ներկայացմամբ Արցախի բռնի դեղանում են 3 տարի անց պետական ծրագիրներով բնակարան ցերկ բերած է շուրջ 16%-ը, մինչդեռ մնացյալ ընտանիքներու բնակարանային հարցը կշարունակե չլուծված մնալ։ Իշխանությունները կմեղադրե հարցը պատշաճ չլուծելու մեջ եւ բնակարան վարձակալությամբ տրամադրող քաղաքացիներուն գոչ կնե ըմբռնումով մոտենալ արցախցիներուն։ Անոր գնահատմամբ արցախցիներուն Հայաստանի մեջ արժանապատիվ եւ գայուն բնակության ապահովումը կմնա հրադապ խնդիր։ Արցախցի Արեկա Հովսեփյան անդրադարձած է արցախցիներուն ուղղված հարցադրումներուն, Արցախի ղեկավարին եւ պատկանելիության վերաբերյալ, ընդգծելով, որ արցախցիին համար Արցախը միայն քաղաքական կամ տարածքային հարց չէ, այլ կապված է իր ընտանիքին, հիշողություններուն, հայրենի դունին եւ նախնիներու շիրիմներուն հետ։
Քննչական կոմիտեն նախաքննական գաղտնիք որակած է 2020 եւ 2023 թվականներու բادرազմերեն յետք Արևելյան Հայաստանի թիահերցարաններուն մեջ պահվող զոհվածերու մասունքներուն վերաբերյալ դեղեցությունները։ Կոմիտեն չհայտնած մասունքներուն թիվը, պահպանման վայրը, ՏՆԹ-ով նույնականացվածներու քանակը եւ գրկնագի նույնականացումի մասին դեղեցությունը։ Հարցին շուրջ նախաբես բարձրացայնած էր անհետ կորսված զինծառայող Վարդան Ադոյանի մայրը Անահիտ Ադոյան, կասկածներ հայտնելով ՏՆԹ-ի նույնականացման գործընթացին վերաբերյալ եւ բանջելով ցանոթանալ բահվող մասունքներուն եւ փորձակնություններու արդյունքներուն։ Քննչական կոմիտեն նշած է, որ բանջված դեղեցությունը կբարունագե հրաբարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ։ Միաժամանակ առողջապահության նախարարութենեն հայտնած են, որ մասունքները կբահվին Մեծամորի թիահերցարանին մեջ պատշաճ պայմաններու ներքո եւ անոնց վերաբերյալ իրականացված են նաեւ միջազգային փորձակնություններ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էի նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։